Ես այսօր այստեղ եմ քեզ եւ ինձ հիշեցնելու մի այնպիսի պատմություն, որ երբ որ մարդիկ այդ պատմության մեջ են, այդպիսի իրադարձության մեջ են, իրենց կյանքի ամենատխուր, ամենամղձավանջային օրն է։ Այս պատմությունը, որ այսօր իրար հետ պիտի նայենք, երկիր մոլորակի վրա տեղի ունեցած ամենամեծագույն ողբերգությունն էր, որ ամբողջ աշխարհը կարծես լռել էր եւ վերջակետ էր դրվել մարդու կյանքի ամենակարևոր պատմության ընթացքի վերջակետն էր։ Երկինքն ու երկիրը լուռ էին, չկար ձայն։ Կարծես կյանքը ավարտված լիներ եւ չկար անելու ոչինչ, բայց կար բայց լռության մեջ կյանքի ոչ թե վերջակետն էր դրվում, այլ կյանքի բազմակետն էր դրվում, որովհետև մարդու մտածելակերպի եւ ընկալման շրջանակներում, որ վերջակետ էր դրվել երկիր մոլորակի վրա տեղի ունեցած այս կարևոր իրադարձության մասով, այս լռությունը պատրաստում էր մի մեծ ազդարարություն, որ մարդը պիտի լսեր։ Եվ գիտեք, այս կարևոր արարողության մեջ, այս համատեքստում, որ մենք պիտի ընթերցենք, մատերիդ վրա հաշված մի քանի մարդիկ էին գործում։ Շատ ակտիվ էին, շատ տաքացած անում էին ինչ-որ բաներ, եւ երբ որ սկզբում ասի ես այստեղ եմ ինձ եւ քեզ ոգևորելու, հավատքի կյանքի մեջ արթնանալու համար, այս մարդիկ որևիցե մեկին չէին ասում եկ անենք, արի խառնվի մեր հետ, այս կարևոր իրադարձության մեջ դու էլ բաժին ունեցի, նրանք լուռ, շատ հանգիստ գործ էին անում։ Ովքեր են գնացել թաղման արարողության, ովքեր են մասնակցել այդ թաղման արարողության այդ պրոցեսին, կանայք սեղաններն են դնում, տղամարդիկ զբաղված են թաղման թափորի տեղափոխման, կազմակերպչական հարցերով, հա? Այս թաղման արարողության մեջ կային երկու դերակատարներ, երկու մարդիկ, ոչ ավել, ոչ պարկաս, երկու մարդ զբաղված էր երկինքն ու երկիրին կյանք տվող ամեն մարդու թաղումը ու կենդանությունը ապահովողի թաղման արարողությանը։ Երկու մարդ պատմությունը չի տեսել իր ամբողջ ընթացքի մեջ այսպիսի արարողություն, որ երկու մարդ պիտի կազմակերպեր թաղման արարողություն, եթե ունեք սուրբ գրքեր։ Եվ կուզենամ, որ ունենաք սուրբ գրքեր, բացեք ձեր սուրբ գրքերը, բացեք ձեր սուրբ գրքերի մեջ Հովանու ավետարանի թուղթը։ Եվ այնտեղ պիտի փնտրես ու գտնես 19-րդ գլուխ 38-ից 42 համարները։ Այստեղ է գրված մի կյանքի մարդու պատմություն, որի վախճանը սարսափելի եղավ։ Արդարը անարդարների փոխարեն մահացավ։ Եվ ևս մեկ անգամ պիտի օգտագործեմ այս բառն ասելու, որ այս աշխարհը իր պատմության մեջ ամենաանարդար որոշումը կայացրեց։ Անարդար դատավորներն ու անարդար հոգևորականները արդարի դատավճիռը անարդար կերպով կայացրեցին եւ նրան դատապարտեցին անարդար մահվան։ Եվ երկիր մոլորակի վրա չի եղել այդպիսի բան, որ կեսօրվա ճիշտ ժամին լինի մութ, լքված, արեգակը իր փայլը կորցրած, կարծես Աստված մերժեց եւ մենք տեսնում ենք
Սուրբ գրքի մեջ շատ տեղեր, որ Աստված երբ որ հայտնվում է մթության մեջ, մարախուղի, այսպիսի տեսքով ցույց է տալի իր արդար բարկությունը։ Եվ ինչ տեսանք, այս պատմության մեջ տեսանք այդ բարկության ավարտը։ Տեսնում ենք այս պատմության մեջ ամեն բան հանգիստ է։ Հետևյալն է արձանագրված այս տողերում։ Դրանից հետո այդ ինչ որ խոսեցի, այդ դատավճիռից, այդ խաչից հետո, այդ անարդար մահից հետո Հովսեփը, որ Արիմաթացի էր, հրեաների վախի պատճառով Հիսուսի ծպտիրալ կամ ծածկված գաղտնի աշակերտն էր։ Պիղատոսի խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը, և Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։ Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ 100 լիտր զմուրս բերեց։ Նրանք վերցրեցին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն այն խնկերով ու կտավներով պատեցին, խաչելիությամբ վայրում մի պարտեզ կար, պարտեզում մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել, քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։ Եկեք աղոթենք։ Ով կյանքի աղբյուր և երանելի ու հավիտենական Քրիստոս, մենք փառք ենք տալիս քեզի քո կենդանի ու հավիտենական խոսքի համար, որ այն կենդանի է հավիտյան, կենդանացնում է հավիտյան։ Շնորհակալ ենք քեզանից Տեր այս գեղեցիկ պատմության հոգևոր դասերի համար, որ պիտի սովորեցնես մեզի։ Կխնդրենք, որ մեր սիրտը, մեր միտքը և մեր ամբողջ էությունը պատրաստես քո հոգևոր հավիտենական խորհուրդները ընդունելու մեր հոգևոր ընթացքի և քո փառքի համար։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Այսօր ուսումնասիրելու ենք այս համատեքստը և տեսնելու ենք գաղտնի հավատքի բացահայտ դրսևորումը հավիտենական թագավորի հանդեպ, որը ցույց է տալիս նոր կյանքի սկիզբ։ Կարող է այս իմ շարադրած նախադասությունները քեզի բարդ հիշողության կամ ընկալման համար բարդ լինի, ես շատ պարզ մի բան պիտի ասեմ։ Ինչպես է դրսևորվում իրական աշակերտի ճշմարիտ հավատքը։ Նորից ուշադիր լսեք, այսօր խոսելու ենք ճշմարիտ աշակերտի կամ իրական աշակերտի, իրականի նկատի ունեմ հավատացյալ Աստծո զավակի ճշմարիտ հավատքի դրսևորման մասին։ Դրսևորումը գործնական բայ է, որ պիտի իրագործվի, այն պիտի ցուցադրվի։ Եվ մենք տեսնում ենք այստեղ գաղտնի հավատքի բացահայտ դավանություն 38 և 39 համարներում տեսեք։ Հովսեփ Արիմաթացին գրված է այս մարդու մասին 4 ավետարաններում, միայն որ մասնակից է լինում Հիսուսի թաղման արարողության ժամանակ։ 4 ավետարաններում էլ գրված է, որ այս մարդը միայն երևում է Հիսուսի թաղման ժամանակ։ Վերջ։ Բայց գրված է, որ այս մարդը հրեաների վախի պատճառով հայտնի աշակերտ չէր, բայց էր, աշակերտ էր։ Նրան աշակերտ է անվանում։ Եվ ահա այս աշակերտը, որը որ հավատք ուներ, բացահայտ կերպով ինչ արեց, գործողություն գնաց Պիղատոսի մոտ։ Ով էր Պիղատոսը? Հրեաների կուսակալն էր։ Այս դաժան կուսակալն էր, որ հրաման տվեց հռոմեական օրենքներով խաչելու Քրիստոսին։
Նրանք, ովքեր թաքնվում են կենդանի Հիսուսից, այսօր ծառայում են մեռած Հիսուսին։ Երբ որ Հիսուս կենդանի էր, դու երբեք Հովսեփ արիմաթացուն չտեսար, բայց երբ որ Հիսուսը մեռած էր, նա ծառայում էր այդ Հիսուսին։ Շատ խնամքով։ Գիտեք, ընդհանրապես օրենքում գրված է, երկրորդ օրինաց գրքում, որ ամեն փայտից կախվածը անիծյալ էր։ Եվ հրեական օրենքների շրջանակում այս մարդուն դիպչելը պիղծ բան էր, մեղավոր բան էր։ Իսկ ով էր այս Հովսեփը? Սինեդրոնի անդամ, կրոնական կուսակցության անդամ, ով մի փոքր ցածր, այլ դատավորական անձնակազմ էր։ Սինեդրոնը դատավորական անձնակազմ էր, ով դատավարությունների էր մասնակցում, բայց շատ լավատեղյակ էր կրոնից, ամբողջ հրեական ուսմունքից, եւ ինքը լավատեղյակ լինելով գնաց ու այս Պիղատոսից մարմինը խնդրեց, որ խաչից պիտի իջացնի։ Սովորաբար խաչված մարդիկ դառնում են գազանների փայ, մնում են փայտից, այն էլ ինչ օր, ուրբաթ, որ գալիս էր շաբաթ, որ որևիցե բան պիտի չանեին, որ այդ շաբաթը սուրբ պիտի պահեին, շաբաթը սուրբ պիտի դիմավորեին, բայց նրանք շատ արագ կերպով Հիսուսի մարմինը խնդրեցին եւ խնդրանքը կատարեց։ Վերցրեցին մարմինը, ավելի ճիշտ վերցրեց մարմինը եւ ինչ պիտի աներ։ Հիսուսի մարմինը վերցնելուց հետո մենք տեսնում ենք այստեղ ինչ, որ նախ առաջինը Հովսեփ արիմաթացին բացահայտեց Պիղատոսի մոտ իր ով լինելը, որովհետեւ Պիղատոսը շատ լավ գիտեր ով է Հիսուսը։ Հիշում եք նրա բառերը Հիսուսի հետ կապված։ Ես այս մարդու մեջ մեղք չեմ տեսնում, ձեր օրենքի համաձայն ինչ ուզում եք նրան արեք, իսկ այս անարդար հոգևորները ասեցին, որ հրեաներին օրինավոր չէ մարդ սպանել, այլ նրանք կամակից եղան, որ այս ռոմեական կուսակալը ինչ անի, իրանք դրդեցին, որ անորեն ձևով, որ իրենց օրինավոր չէր, անորեն ձևով Հիսուսին խաչելու, սպանելու, եւ այս Պիղատոսը գիտեր ով է Հիսուս։ Եվ գիտեր, որ այս Սինեդրոնի անդամ Հովսեփ արիմաթացին, որ շատ հարուստ մարդ էր, եկել է իր մոտ Հիսուսի մարմինը խնդրելու։ Սա դավանանք է մեծ, հավատքի դավանանք, որ ես նրան հավատում եմ, որ ես նրա աշակերտն եմ եւ վկայություն կա ավետարանիչի կողմից։ Վերցրեց մարմինը եւ սիրելի հարազատներ, եղբայրներս, քույրերս, կարծես ամեն բան ավարտված էր Հիսուսի մահով։ Այն դերակատարները, ովքեր որ 3 տարի եւ 6 ամիս Հիսուսի հետ էին, իշխանություն ունեցան գյուղեր եւ քաղաքներ գնալու, մարդկանց համար աղոթելու, նույնիսկ աշակերտներից մեկը սրով փորձեց պաշտպանել Հիսուսին։ Չգիտես, տարբեր ծառայությունների մեջ ակտիվ էին, մեկ մյուսից առաջ էին ընկնում։ Մասնակից եղան 5000-ի կերակրման, հարություն տեսան, որ մարդիկ հարություն են առնում։ Ուր էին այդ մարդիկ։ Ահա այս ամենակարևոր Հիսուսի կյանքի հանգրվանի մեջ տենում ենք 2 ծպտյալ հավատքի մարդիկ, ովքեր եկան առաջ։ Եկան ու ասեցին, ահա այսպիսի աշակերտներ են լինում։ Բայց այստեղ հոգևոր դասը հետևյալն է. մի պահիր հավատքդ գաղտնի։ Եվ երբ որ ավետարանիչն ասում է հրեաների վախի պատճառով, այդ վախը հանիր քո կյանքից, որտեվ մենք տեսնում ենք, որ այս մահից հետո քո փրկիչը մեռած չմնաց, այս վախը նրա հարությամբ վերցվեց, նրա հետ
վախ չկա։ Նրա սիրո մեջ վախ չկա։ Մի կարևորի քո արժեքները, մի կարևորի այն բաները, որոնք քեզ կտանեն նրան, որ դու վախենաս, որ ինձ այս կանեն։ Մի կողմ դրեց Հովսեփ Արիմաթացին ամեն բան եւ եկավ այս կուսակալի մոտ խնդրելու Տիրոջ մարմինը։ Նա չէր ծառայում կենդանության ժամանակ, բայց ծառայում է այն նույն կենդանի Քրիստոսին, պարզապես ինչ որ ժամանակի մեջ, միայն մարմնի անշնչացած Քրիստոսին, միայն մարմնի։ Եվ մենք ողջ պատմության մեջ գիտենք, երբ որ Ավետարանը ընթերցում ենք, Հիսուս այս 3 օրերի մեջ հոգևոր աշխարհի մեջ էր գործանում։ Գիտեք, Հիսուս մահացած չէր։ Հիսուս այս 3 օրերի մեջ եղավ դժոխքում, եղավ տարբեր տեղերում, եւ նա ցույց էր տալիս հոգևոր մթնոլորտում, որը հավիտենական է, որ ես այն գոյն եմ, այն չմահացողն եմ, այն հավիտենականն եմ, եւ ինչ է կարծում Հովսեփ Արիմաթացին եւ գիշերով Նիկոդեմոսը, որ եկավ, չգիտեին ով է Հիսուս, նրանց սրտի ու կյանքի մեջ արդեն իսկ հաստատված է ով է Քրիստոս։ Քո հավատքը դավանում ես մարդկանց, վկայում ես, թե դու ում ես հավատում, ոչ թե մեռած Հիսուսին, այլ հավիտենական Քրիստոսին, այլ ապրող, արարող եւ փրկող Քրիստոսին։ Դավանող հավատք։ Ես ասեցի, որ սկզբում իրական աշակերտը ինչ ունի, ճշմարիտ հավատք ունի, եւ այդ ոնց է երևում գործով։ Հակոբոսի թուղթը ով ընթերց է, հավատքը առանց գործերի ինչա մեռած։ Այս աշակերտները բերեցին ի հանդես իրանց հավատքը։ Հովսեփն ասեց, որ չկա էլ վախը։ Հիմա բացահայտ Պիղատոս հավատում եմ եւ խնդրում եմ նրա մարմինը, ես պիտի պատվով նրան թաղում անեմ, որտեղ գիտեք ինչու, եկեք գնանք 39 եւ 40 համարները։ Նայեք ինչ է ասում այստեղ։ Եկավ նաեւ Նիկոդեմոսը, որ սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, եւ հալվեի հետ խառնված մոտ 100 լիտր զմուրձ բերեց։ Նրանք վերցրեցին Հիսուսի մարմինը եւ հրեաների սովորության համաձայն այն խնկերով ու կտավներով պատեցին նրան։ Մի թաղման արարողակարգ տեղի պիտի ունենար, որը անում էին շատ պատվավոր մարդկանց։ Եւ գիտեք, այս մարդիկ մարգարեություն էին իրականացնում։ Եսայի մարգարեության 53-րդ գլխի 9-րդ համարում ասում է, որ նա մեղավորների հետ համարվեց, բայց հարուստների հետ դրվեց։ Այս արարողակարգը, որը պիտի անեին, մոտավորապես 33 կիլոգրամ համեմունքներով բաղկացած այս համեմունքները, որը պիտի ջրով բացեին 100 լիտրի չափ, յուղ սարքեին, այս անում էին շատ պատվավոր մարդկանց համար։ Եվ պատմությունը ասում է, որ թագավորներին, Եգիպտոսում փարավոններին էին նման տեսակի յուղով օծում, զմրսում, բաներով պատում, որպեսզի շատ ուշ նեխեր մարմինը։ Ում էին անում, այս պարագայում անում էին մեկին, ով խաչի վրա էր մահացած։ Եվ եթե փորձենք Եսայի մարգարեության 53-րդ գլխի 9-րդ համարը նորից հիշել, որ նա մեղավորների հետ համարվեց, մեզ համար, բայց նա հարուստների հետ պիտի դրվի, գալու ենք դրան։ Եվ ստեղ տեսնում ենք պատվի վերաբերմունք առանց ակնկալիքի։ Նայեք, առաջինը տեսանք, որ հավատքը գործի է վերածվում դավանանքով, վկայությունով, որ ես հավատացյալ եմ, երկրորդը տենում ենք, որ պատիվ են տալի, պատվում են Տիրոջը իր թաղման ամբողջ այս արարողակարգով, առանց ինչի
ակնկալիքի, ինչ ակնկալիք, որևիցե ակնկալիք չկար ոչ Հովսե Պարիմաթացու մոտ, ոչ Նիկոդեմոսի մոտ, որ Հովանու ճիշտ այս ավետարանի 3-րդ գլխում հոգևոր ակնկալիքով եկել էր Հիսուսի մոտ։ Նույնիսկ ինքը Հիսուսի մոտ էր թաքնված աշակերտը ձևանում, եւ Հիսուս բացահայտ ասեց. Նիկոդեմոս, այս կողմ այն կողմ մի ընկիր։ Երկինք են մտնում միայն վերստին ծնունդով։ Եվ այս մարդու մասին, այս արձանագրումը վերահաստատում է նրա ով լինելը, բայց տեսնում ենք շատ կարևոր բան։ Մոտեցում Հիսուսին առանց որևիցե ակնկալիքի։ Նրանք ակնկալիք չունեին, որ Հիսուս իրենց բան տալու։ Բայց եկեք մենք տեսնենք մի շատ կարևոր նուրբ հարց։ Շատ անգամ մարդիկ Հիսուսի մոտ են գալիս լիքը ակնկալիքներով։ Հա, շատ մեծ հայտություն չեմ անելու, մենք մեծ ակնկալիք ունենք նրանից։ Մեր մեծագույն ակնկալիքը, որ նա մեզ փրկի դժոխքից։ Մեր ամենամեծ ակնկալիքն այս է Հիսուսի մոտ գալով։ Բայց այս պարագայում տեսնում ենք մի շատ կարևոր բան։ Այս արարողությունը, որը տեղի պիտի ունենար, վերաբերմունք էր Հիսուսի հանդեպ։ Պատվի վերաբերմունք էր։ Տեսեք, հավատքը վերածվում է պատվի, գործողության էլի։ Նրանք պարզապես չէին եկել արտասվելու։ Գրված էլ չի, որ նրանք արտասվում էին։ Գրված չի նրանց էմոցիոնալ, հուզական պահերը։ Նրանք շատ լուրջ զբաղված էին այս թաղման արարողությունը որքան հնարավոր է արագ, շատ մարգարեական որակ տված իրականացնեն։ Նրանց միտքը զբաղված էր Հիսուսի մարմինը շատ արագ կերպով խաչից իջեցնել եւ գերեզման դնել։ Գիտեք ինչի, որ չափականվի։ Որտեւ ճիշտ այս Եսայի մարգարեության 53-րդ գլխի մեջ եւ Սաղմոսների մեջ, Սաղմոս 22-ի եւ 21-ի մեջ ասում է նա թույլ չի տա, որ դու ապականվես։ Այսինքն մարմինդ հոշոտվի, գազանների փայտ դառնա, այլ դու պիտի, մենք վերջի կետում կհասնենք, որ դու պիտի հարություն առնես։ Եվ այս ամբողջ նախապատրաստությունը տանում էր նրան, որ ավելի լուրջ ինչ-որ բան պիտի տեղի ունենա։ Եվ վերաբերմունքը նայեք, Աստծո զավակների վերաբերմունքը նայեք, այնտեղ շատ մեծ մի կուսակալի առաջ դավանվեց, որ ես ով եմ, այստեղ տեսնում ենք հենց անձանց վերաբերմունք Հիսուսի անձին, որ շատ պատվով էին վերաբերվում, որ ոչ մեկ չէր տեսնում, Հիսուսը այս ամենը կարծես չի տեսնում, որտեղ մահացած է, ու առանց ակնկալիքի ամենակարևորը, հավատքը առանց նյութական արժեքների ակնկալիք չպիտի ունենա։ Այն ամբողջությամբ հոգևոր է, որտեղ նրանց հետապնդումը, նրանց մտքի ու սրտի տեսինքը հեռուն էր, հավիտենականն էր, այլ ոչ թե մարմնավոր է։ Այդ պահին Հիսուս նրանց ոչինչ չէր տալու։ Եթե նույնիսկ կողից շատ մարդիկ տեսնեին, որ ձեռք են տալիս, ավելի վատ էր լինելու իրենց համար։ Բայց նրանք ունեին հավատքի դավանություն։ Դավանել բառը շատ մեր սրտի մեջ դնենք, վկայենք, պատմենք, մարդկանց ցույց տանք, որ ճշմարիտ հավատք ունենք։ Որ մեր հավատքի հիմքը Քրիստոսն է, որտեղ մարգարեությունները վկայեցին, որ այս արարողությունը ճիշտ պիտի տեղի ունենա եւ ճիշտ գծված ամենայն մանրակրկիտ կերպով այս երկու կրոնական քահանաները կատարում էին թաղման արարողության կարգ։ Մենք տեսանք 3 եւ այսօր, որ ռոմեական կաթոլիկ եկեղեցու պապի թաղման արարողակարգն էին շատ ճոխ անում։ Սրանից ավելի ճոխ էին անում այս մարդիկ, որտեղ մահացածը մարգարեական գրքերի համաձայն մահացած Մեսիան էր ու կարծես երկու հզոր քահանաներ, օրենքի քահանաներ կատարում էին իրանց փրկչի թաղման արարողության կարգը, ամենայն պատվով, դավանանքով, առանց ակնկալիքի, եւ այս պատմությունը քո սիրտը պիտի գերի, որ Հիսուս
քու ոչ թե թաղման արարողության կարգն է ապահովում, այլ քու հավիտենական կյանքի, քու հավիտյան ապրելու, նրա թաղումը ազդակ տվեց, դուր բացեց եւ վերջնականապես աշխարհին ազդարարեց, որ վերջ է դրված մարդու հավիտենական դժոխք գնալու վերջակետին։ Ու պիտի երկինք գնաս, նրա մահը այս էր ազդարարում, որ քու մահը չի վճռված, քու կյանքն է վճռված իմ մահով, իմ թաղումը նոր դուր պիտի բացի, որտեղ նրա մահը վերցրեց գերեզմանի քարը։ Եվ այս երկու քահանաները, այս երկու օրինակալ մարդիկ ճիշտ օրենքի գրքի համաձայն կատարում էին թաղման արարողակարգ, զմրսում էին նրան, օծում էին նրան եւ երկու վկաների ներկայությամբ իրար հետ Հիսուսին գերեզման պիտի դնեին։ Իրենք պիտի փակեին գերեզմանի քարը, բայց իրենք չպիտի բացեին այդ քարը, որովհետև այդ քարի բացումը վարակույրների վերից վայր ճղվել են։ Հիշում եք այս պատմությունները, նրա գործն է։ Նա վերցրեց սրբության սրբոցի այդ պատնեշը Տեր Հիսուս Քրիստոսի այս խաչով, այդ արյունով, եւ մահին ասեց, ուր է քո հաղթությունը, բաց է գերեզմանի դուռը, չկա այնտեղ Քրիստոսը, այնտեղ դրված պատվով Քրիստոսը չկա, այո, չկա Քրիստոսը այնտեղ չէ, Քրիստոսը հարություն է առել, եւ մենք պիտի գնանք նաեւ վերջի համարներին, մենք պիտի նայենք 41-ը եւ 42-ը, խաչելույցյան վայրում մի պարտեզ, խաչելույցյան վայրում մի պարտեզ կար, պարտեզում մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել, քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, եւ գերեզմանն էլ մոտ էր Հիսուսին այնտեղ դրեցին։ Մի պարտեզ կար եւ մի նոր գերեզման այնտեղ դրեցին։ Նոր պարտեզ կար։ Հիշում եք, Աստվածաշունչը խոսում է մեկ այլ պարտեզի մասին էլ։ Այդ մեկ պարտեզում տեղի ունեցավ մարդու մահը։ Այս պարտեզում էլ տեղի ունեցավ մահվան թափորի արարողություն, բայց այս պարտեզում մարդ չէր մահացել։ Այս պարտեզում մարդու մահվան, հոգևոր մահվան վերջակետ դրեց Աստված։ Եվ այստեղ մենք պիտի տեսնենք, որ ճշմարիտ հավատքը դրսևորվում է նոր կյանքով, նոր կյանք Հիսուսով։ Այս պարտեզի մեջ իմ եւ քո համար Աստված իր որդով տվեց շնորհքի հնարավորություն հավիտյան ապրելու։ Այս նոր գերեզմանը, գիտեք ինչ նա խորհրդանշում։ Սրա մասին կար մարգարեություն։ Շատ անգամներ հրեաները տեղ չունենալու պատճառով կարային մեկ գերեզմանի մեջ մի քանի մարդիկ դնեին։ Բայց սա խոսում է մի անժխտելի փաստի մասին, որ որևիցե մեկը չասի, որ այնտեղ կար մարդ դրված, եկան այդ մարդուն տեսնելու, տեսան, որ Հիսուսը այնտեղ դրված է, իրան դուրս հանեցին այնտեղից։ Նման բան էր տեղի ունենում։ Եվ շատ խորը ուսումնասիրության արդյունքում Աստված հատուկ այս պարտեզի մեջ այս գերեզմանն էր դրել, որպեսզի որևիցե մեկը չկարողանա ասել, որ Հիսուս հարություն չի առնելու։ Նայեք, որքան խորը մտածված եւ դասավորված է Հիսուսի թաղման այս process-ը։
Հիսուսը մենակ պիտի այնտեղ դրվեր։ Հիսուս այս գերեզմանից մենակ հարություն պիտի առներ, բայց ողջ աշխարհի համար։ Բոլոր պատմաբանները, կրոնավոր առաջնորդները, բոլոր ռոմեական կուսակալները եւ զինվորները ինչ պիտի անեին, պիտի վկայեին, որ այս գերեզմանի մեջ դրված է եղել ընդամենը մեկ անձ։ Էնել խաչի չիչացված, էնել երկու հրյակ կրոնական առաջնորդների միջոցով։ Այս փաստերը խոսում են, որ Հիսուս հարություն պիտի առնի։ Հարություն պիտի առնի մեզ համար։ Եվ բոլոր մեղավորները, ովքեր որ դժոխք են գնում, նրանք չեն հավատում այս փաստին։ Նրանք, ովքեր որ չեն հավատում Քրիստոսի հարությանը, նրանք նրա հետ հարություն չեն առնում։ Մնում են այնպիսի գերեզմանում, որտեղ լիքը մեռելներ կան։ Բայց այս գերեզմանություն չկա մեռել։ Այս գերեզմանություն տպավորիչ, ալիգորիկ, լեզվով ասած, մտնողները դուրս են գալի հարություն առած։ Հիսուսի հետ հարություն առած։ Այս գերեզմանություն չկա մահ, այս գերեզմանություն չկա մահացած մարդ, այս գերեզմանոցը դատարկ է։ Եվ այնտեղից երկու լուսափայլ հագուստներով ասում են մեզ, մեղավորներիս, մեռելների մեջ ինչու եք փնտրում կենդանին, չէ՞ որ նա ձեզ ասաց ես հարություն պիտի առնեմ։ Մենք տեսնում ենք, որ այստեղ օգտագործված է մեկ այլ ավետարանում կանանց օգտագործված է մի այնպիսի բառ, որ արդեն տեղի է ունեցել, չէ՞ որ նա ձեզ ասեց, որ Գալիլայում հիշում եք այդ պատմությունը, որ կանանց երկու լուսափայլ հագուստներով հրեշտակները ասեցին, ինչու եք կենդանիին մեռելների մեջ փնտրում։ Չէ՞ որ նա ձեզ ասաց ինչ պիտի անեմ, երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Եվ այս գերեզմանը, Հիսուսի գերեզմանը խոսում է ոչ թե նրա մահվան մասին, Հիսուսի գերեզմանը չի խոսում Հիսուսի մահվան մասին, Հիսուսի գերեզմանը խոսում է նրա հարության մասին։ Չեք գտնի Աստվածաշնչում որևիցե տեղ, որ նա կենտրոնանա նրա մահի մասին։ Բոլոր տեղերում, ավետարաներից սկսած, խոսում է նրա հարության մասին։ Եթե դուք կկարդաք Հիսուսի գերեզմանի մասին մեկ տող, 100-ը կկարդաք նրա հարության մասին։ Եվ այստեղ գրված է, որ դրեցին նրան այնտեղ եւ 20-րդ գլխի ճիշտ առաջին համարից սկսած արդեն պատմում է նրա հարության մասին։ Եւ 3 կարևոր բան։ Ճշմարիտ հավատքի գործը, առաջինը որ վկայում է, որ ինքը Աստծո զավակ է։ Երկրորդը, որ անշահախնդիր ծառայում է Քրիստոսին, իր սիրտն ու կյանքը դնում է Տիրոջ ձեռքերի մեջ եւ օգտագործում է պատվով, օգտագործի քեզ, քու ունակությունները, քու տաղանդները, թող այդ յուղը, այդ անուշահոտ, այդ բաները վերագրի քու տաղանդներին։ Քու ձեռքում ինչ ունես, որ Տիրոջ համար կարաս օգտագործես։ Այս երկու մարդիկ ունեին իրենց ձեռքի տակ այս ամենը, որը օգտագործեցին Հիսուսի մարմնի համար։ Իսկ դու ինչ ունես, որ Հիսուսի մարմնի եկեղեցու համար կարաս օգտագործես։ Ինչ որ ունես, առանց շահախնդրության պատվով բեր նրա ոտքերի առաջ։ Եվ երբ որ ասում են ինչ որ բան են բերում ոտքերի առաջ, հիշում եմ շատ եմ հիշում այն խոսքը հայտնության թղթի մեջ, որ ասում է 24 երեսներ երկնքի մեջ իրենց պսակները բերեցին գահի աթոռի վրա նստածի առաջ եւ շպրտեցին նրա ոտքերի առաջ, ասեցին դու ես արժանի Տեր, ողջ փառքին, այս պսակները քոնն են։ Եվ երբ որ գցես այդ պսակը, գցես նրա ոտքերի առաջ, թող ոչ թե պստիկ զնգոց կա, այլ դրմփոց, այդքան մեծ լինի, այդքան ճոխ լինի նրան տված քո պատիվը, քո ունակությունն ու քո տաղանդը, քո վարձքը։ Եվ երրորդ բանը,
նոր կյանքի ազդարարությունը, կյանքից մի հանի, այդ նոր գերեզմանը, այդ գերեզմանի մեջ դրված հարություն առած Քրիստոսը ազդարարում է, որ այդ գերեզմանության մեջ կյանք կա, այդ գերեզմանոցից դուրս եկավ կյանքը, հարություն առավ Քրիստոս, իմ ու քու համար, նրա կյանքի բոլոր էտապները խոսում են, ազդարարում են, որ ով մեղավոր մարդ դու մեղքի մեջ ընկած ես ու դու այդ ես սիրում, բայց Աստծո որդին անմահության լույսերի մեջ բնակվողը, մեղքի մասին ընդհանրապես ոչ մի գիտություն չունեցողը, մեղք չճաշակած մեկը, անարդար կերպով, այս արեգակի տակ մահացավ իմ և քու համար, բայց նա պատվով, ամեն տեղ պատվով, աստվածային արժանապատվությունով, մարդու առաջ ներկայացավ, որ սիրում է իրան, և պատվով թաղվեց, անմահությունը թաղվեց մարդու համար, մի պահ ուզում եմ մտքիդ մեջ մտածես, դու հավատում ես, որ այդ գերեզմանում Աստծո որդին քեզ կյանք պարգևեց, այդ խաչի վրա Աստծո որդին քեզ կյանք պարգևեց, և այդ Աստծո որդի Հիսուս Քրիստոսը այսօր քեզ կյանք է ուզում պարգևել, մենք այսօր դիտարկեցինք, որ գաղտնի, ծածուկ, հավատքի, բացահայտ դրսևորումը ճշմարիտ, իրական, հավատացյալի կյանքի մեջ գործ է դառնում և այդ գործը բնորոշվում է 3 կարևոր սկզբունքներով։ Մարդկանց առաջ վկայում է իր Աստծո զավակ լինելը, պատվով ու առանց շահախնդրությամբ ծառայում է Հիսուս Քրիստոսին և երրորդը հավատում է Քրիստոսի հարությանը։ Թող Հիսուս Քրիստոսի խոսքի ներկայությունը և օրհնությունը գա քո կյանքիդ մեջ, լցվես Տիրոջ խոսքով, կյանքիդ սկզբունքը դառնա Տիրոջ խոսքը, օրհնվես այդ խոսքով և այդ խոսքը դարձնես հոգևոր սկզբունք, պատմելու և վկայելու մարդկանց։ Դու չես կարող ջնջել քո կյանքից և պատմությունից, որ Քրիստոս մարդկության միակ անկրկնելի դատավորն ու փրկիչն է։ Փառք Տիրոջը իր կենդանի խոսքի համար։ Կխնդրեմ, որ ձեզանից մեկը աղոթք քանի։